մի վախեցիր, միայն հավատա։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր ավետարանական ընթերցանությունը վերցված է Ղուկասի ավետարանի 8-րդ գլխից։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայրոս անունով մեկը մոտենում Հիսուս Քրիստոսին եւ խնդրում, որպես Հիսուս Քրիստոս բժշկի նրա 12 տարեկան աղջկան, որը մահվան շեմին է։ Երբ Հիսուս Քրիստոս պիտի Հայրոսի հետ գնար նրա տուն եւ բժշկեր այդ աղջկան, նրան է մոտենում մի կին, որը 12 տարի շարունակ արյունահոսել է։ Հիսուս Քրիստոս կանգ է առնում եւ բժշկում է այս կնոջը։ Երբ Հիսուս Քրիստոս բժշկությունը կատարում է, Հայրոսի տնից մոտենում են նրան եւ ասում են, թե աղջիկդ մահացավ, այլևս մի անհանգստացրու նրան։ Բայց Հիսուս Քրիստոս Հայրոսին ասում է՝ մի վախեցիր, միայն հավատա եւ նա կապրի։ Եվ Հայրոսի հետ միասին գնում է նրա տունը եւ բժշկում է, այսինքն կենթանացնում է, նորից շունչ է տալիս այն աղջկան, որ արդեն իսկ մահացել էր։ Այս պատմությունը շատ հետաքրքիր է։ Պատահական չէ, որ Հայրոսի աղջիկը 12 տարեկան էր։ Եվ պատահական չէր, որ այս կինը, որ արյունահոսում էր, 12 տարի շարունակ էր արյունահոսում։ Երբ Հայրոսը իր աղջիկը համար գալիս է մոտենում է Հիսուս Քրիստոսին, Հիսուս Քրիստոս ցույց է տալիս, որ բոլոր մարդիկ իր համար իր զավակներն են։ Աստծո համար մենք բոլորս զավակներ ենք, որովհետև ինչպես Հայրոսի համար նա ուներ 12 տարեկան աղջիկ, այդպես էլ Հիսուս Քրիստոսին մոտենում է 12 տարի արյունահոսող մի կին։ Եվ Հիսուս Քրիստոս, երբ նրան բժշկում է, ասում է, որ դու բժշկվեցիր դուստր Իսրայելի։ Հետևաբար բոլորս Աստծո համար զավակներ ենք։ Բայց եկեք մի պահ հասկանանք Հայրոսի ապրումները։ Այն պահին, երբ Հիսուս Քրիստոս բժշկում է այս կնոջը եւ նրան դուստր է կոչում, Հայրոսը պիտի հասկանար, որ իր աղջիկը ապրելու է։ Բայց այն պահին, երբ նրան գալիս են եւ ասում են, թե աղջիկդ մահացել է, նա ընկճվում է, վստահաբար, սարսափի մեջ է ընկնում։ Ամբողջ աշխարհը նրա համար փլվում է։ Իր 12 տարեկան երեխան է մահացել։ Այդուհանդերձ, երբ Հիսուս Քրիստոս ասում է՝ մի վախեցիր, միայն հավատա, Հայրոսը հավատում է։ Հայրոսը հավատում է եւ Հիսուս Քրիստոս հարություն է տալիս իր աղջկան։ Այս պատմությունը գալիս է մեզ բացատրելու մի պարզ իրականություն, որ անգամ ամենախավար վայրերում, երբ մենք չենք վախենում, այլ հավատում ենք, Հիսուս Քրիստոս, ով է լույսը, այդ խավարը վերացնում է։ Չկա փորձություն, որի միջից մենք դուրս գալ չենք կարող մեզ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Եվ այսօր ես ցանկանում եմ, որպեսզի մենք բոլորս խնդրենք Հիսուս Քրիստոսին, որ հարություն տա մեր մահացող հոգիներին, որոնք մահանում են մեր մեղքերի պատճառով։ Եվ ես կարծում եմ, Հիսուս Քրիստոս հենց այսօր ավետարանական այս ընթերցանության միջոցով մեզ բոլորիս ասում է՝ մի վախեցեք, միայն հավատացեք եւ կապրեք։